հրաժարիմքի սատանայի եւ ամենայն խաբեությունը նորայի պատրանաս, նորայի չար դիված, նորայի չար ծառայած, նորա եւ իչար գործակիցնձ նորա հրաժարելով հրաժարիմք։ Ես միշտ մտածում եմ, որ ես դուրս եմ գալու, ես ոչ մի քրեացին բաների հետ ստեղից չեմ տանելու ու երբ որ դատապարտվել էի 10 եւ ավել տարիներ, ես վստահ էի, որ ես կդիմանամ։ Ու եկավ մի պահ, որ ես իրականում ամենից խելագարության աստիճան այնքանի մեջ փակվեցի, որ բացարձակ չոր հացից բացի ոչինչ չէի ուտում, ոչ մեկի հետ չէի շփվում ու իմ մեջ մի հատ միտք եկավ, այս մարդիկ էս սև շորերով որ գալիս գնում են, ինչ են անում այս գաղութում։ Եվ վստահաբար քո լուման պիտի ներդնես, որ քրիստոնեությունը իրական հարց։ Եթե քրիստոնեական կյանքով չապրեցինք, նշանակում է մենք ոչ բան չարեցինք, սովորել ինչ պետք է ապրել։ Քրեակատարողական հիմնարկներում հոգևորականը միակն է, ում համար դատապարտյալի գործը կամ պատժի չափը նշանակություն չունի։ Նա այնտեղ է, որպեսզի մեկուսացված սառը պատերի մեջ խղճի ու անցյալի հետ միայնակ մնացած մարդուն օգնի անցնել զղջման, ապաշխարության եւ սեփական հոգու հետ հաշտվելու ճանապարհը։ Զիգոյա հայություն եւ զորություն եւ փառք ավետյան ամեն։ 2011 թվականից է, որ ես այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ եւ հիմնականում ուղղվածությունը եղել է ցմահ դատապարտյալների հետ աշխատանքը քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաեւ մյուս այդ դժվար վիճակում գտնվող մարդկանց մոտ, օրինակ ծերանոցում կամ մանկատանը, մարդիկ ավելի ընդունակ են կամ ավելի անկալունակ են հոգևոր, ուրեմն խոսքի նկատմամբ, հոգևոր ապրումների հետ կապված, որովհետև նեղության մեջ եղող մարդը միշտ Աստված է փնտրում։ Վստահաբար ամեն մեկս կուզենայինք ապրել Աստծո օրհնության ներքո։ Ես վստահ եմ բոլորիդ համար եւ դրա համար ամեն մեկս ազատազրկման վայրերում հոգևորականին միշտ սպասում է։ Հատկապես այն հոգևորականներին, որոնց հանդեպ ունեն վստահություն։ Հոգևորականի ծառայության մեջ առաջին պարտականությունը մարդուն ճիշտ ներկայացնել Աստծո պատկերը, Աստծո կերպարը, Քրիստոսին ճիշտ քարոզել։ Եվ ոչ միայն խոսքով, այլև իր ծառայության որակով, մակարդակով, իր խոնարհության աստիճանով, իր ծառայասիրության աստիճանով։ Եվ երբ մենք կարողանում ենք մարդուն բերել Քրիստոսաճանաչմանը, այդ հավատքը իրեն օգնում է եւ մղում է, որպեսզի ինքը նաեւ ճանաչի ինքն իրեն եւ մեղքերով չխորթանա։ Որտեղ մարդ երբ մեղք է գործում, հեռանում է Աստծուց եւ ինքն իրենից։ Կցարգելված մարդիկ իրենց դժվարություններով, անկախ իրենց արժանիքից, անկախ իրենց արձանագրած հաջողություններից, ձեռքբերումներից, մարդիկ են, որ թերևս ամենից ավելի ունեն հոգևորականի կարիքը։ Հոգևոր խնամատարության գործիքներից որևէ մեկը կարող է գործուն ազդեցություն ունենալ տվյալ անձի կյանքում, որպեսզի վերջինս լիությամբ եւ լրիվությամբ անդրադառնա վերանայի իր անցած կյանքի ճանապարհը։ Այդ դրականը ես չգիտեմ հիմա ոնց ով կհասկանա, բայց մի մարդու նույն այդ դերքում հոգևորականի անընդհատ այդ կաթիլ տվեց իրան մեծ ջուրը։ Ու հիմա էլ կան իհարկե հոգևորականներ, որ զանգում եմ, հայ, ասեք, ինչով կարող ենք։ Չէ, ասում եմ, ուզում եմ իմանալ լավ է, ամեն ինչ կարգին է, որտեվ մարդիկ երբ որ նույն քահանաներից մեկը Գյումրիից հասավ այնտեղ, որ լսել էր, որ մարդկա 5 օր հաց չի ուտում, չի խմում, որ հասկանա ինչի համար։ Բանտերում հոգևոր սպասավորությունն իրականացվում է 1993 թվականից սկսած։
Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ լինելու տարիներից։ Հոգևոր սպասավորության իրականացումը սկսվել է Կոշք հրեակատարողական հիմնարկից, որտեղ կանոնավոր այցելություններ էր իրականացնում Տեր Կարապետ քահանա Գլջյանը։ Հոգևորականների այցերն առավել համակարգված ու նպատակային դարձնելու համար 2003 թվականից Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում բացվեց բաժին, իսկ 2014 թվականի նոյեմբերի 25-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի և Արդարադատության նախարարության միջև կնքվեց պայմանագիր, որում սահմանված էին ծառայության գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները։ Քրեակատարողական հիմնարկներում հոգևորականը մխիթարիչ է, հոգևորականը բժիշկ է, հոգևորականը երաշխավոր է, խոստումնատու է, հույս ներշնչող ներբերող անձ է։ Մեկ բան կարող եմ վստահել, որ բանտը այն միջավայրն է, որ նախ եւ առաջ անկեղծություն եւ ազնվություն է պահանջում։ Եթե դատապարտյալները ազնվության եւ անկեղծության պակաս նկատեցին որևէ մեկի մոտ, այդ թվում նաեւ հոգևորականի, այդ հանդիպումը ոչ մի ձևով չի կայանա։ Մտնել բանտ, բնականաբար միշտ չէ, որ կարող ես ընդունելության արժանանալ։ Բայց փառք Աստծո ասեմ, բանտում մերժումները շատ քիչ են։ Ես միշտ ասում եի տղաներին, քանի ուշ չէ, ապաշխարեք, որտեղ ապաշխարությունը այսօր է։ Վերականգնվել այսօր է, երբ մենք հիվանդանում ենք, չենք թողնում վաղվան, երբ որ վաղվան ենք թողնում, բարդանում է հիվանդությունը։ Եվ գալիս է մի պահ, որ նույնիսկ բուժվելն է դառնում անհնար։ Նույնը հոգևոր մեղքի պարագայում է, հոգևոր հիվանդության, որ մենք մեղք ենք ասում։ Առավել ևս հանցանքի դեպքում, որը արդեն ներառում է մեղքերի մի ամբողջ փունջ։ Հետո ապաշխարելը, դարձի գալը եւ վերականգնվելը մարդկային արժանապատվությամբ, այդ խորթացումից դեպի ինքնություն սեփական մաքուր աստվածային պատկեր վերադարձը այսօրվա մասին է։ Մի հատ ծիրանի ծառ էի մշակում։ Չորացած ծիրանի ծառեր, ես ամեն առավոտ գնում էի, ասում էի, Աստված ջան, կներես ինձ որ ստեղ եմ։ Աղոթք էլ չէի անում, հայր մեր բան ոչինչ չէի ասում, ու մի անգամ այդպես նստած այդ ծառի տակ քահանան անցավ, նայեցի այդ շորի փողքը, ասեց, մինչև երբ պիտի չխոսես։ Պտտվեցի, ասեց, չես ուզում այս ծառը նկարես։ Ասեց, սա ուր որա կընկնի, ասեց, դե նկարի որ չընկնի։ Հետագայում Հայրուբենն էր, հետագայում մարդ, որ ինձ մկրտեց այդ դաժան պայմաններում։ Հայրուբենը այդտեղ կարելի է ասել ոչ թե զուտ քահանա էր, այլ մարդ, ում կարող ես վստահել, դա շատ կարևոր է։ Բանտում ոչ մեկին չի վստահում։ Իսկ այն ինչ որ կապվում արդեն վստահության հետ, երբ որ դու վստահում ես քո խնդիրը, քո ցավը ու հասկանում ես, որ մարդը հասկանում է քեզ, դու սկսում ես վստահել։ Դու հասկանում ես, որ այդ կտրված միջավայրում հոգևորականը այդտեղ որպես Աստծո ներկայություն է դիտվում։ Կնիքս Հանուսի Քրիստոսի եղեցի քեզ պատճառ բարեգործության ամենայն առաքինի գործոց եւ բարոցի։ Քրեակատարողական հիմնարկներում հոգևորականներն աշխատում են 3 ուղղությամբ՝ դատապարտյալների, նրանց ընտանիքների եւ հիմնարկների աշխատակիցների հետ։ Օրհնյալս բարեխնամող Աստված, որ քո այս ծառաների փրկության հագուստ եւ ուրախության պատմության հագցրիր։ Մեր բոլոր խոսակցությունները մի բանին են հանգում, որտեղ մեղք կա, այնտեղ Աստծո օրհնություն չկա։ Որտեղ ուզում ենք, որ Աստծո օրհնությունը լինի, Աստծո առաջնորդությունը, մենք պիտի մեղքը բացառենք։
ներքը բացառենք եւ պիտի ապրենք մեր կյանք Աստծո պատվիրաններով։ Այսինքն ամեն ինչ մեր կյանքը ոնց ուզում ես պատտի Աստծո շուրջն Աստծո հետ է, եթե առանց Աստծո է, ուրեմն այդտեղ կյանք չկա, մահա։ Հա, այս կոնտեքստում ենք մենք շփվում միշտ իրար հետ, էլի, այսինքն նույնիսկ անձնական, նույնիսկ ընտանեկան ինչ-ինչ խնդիրներ, հա, օրինակ ցմադատապարտյալներ կան, հա, որոնք ուրեմն հորդորում են այնտեղից, որ իրանց ընտանիքի անդամները պատարակի գնան, հորդորում են, որ մկրտեն երեխեքին, հա, օրինակ մի մարդ կար տարիներ առաջ, որի մասին ընկերները կատակով ասում էին իր առաջի ու վերջի գիրքը, որ եղել է կարդացել է, ուրեմն շունն ու կատուն է եղել։ Հա, այսինքն այդ մարդը դպրոցական կրթություն էլ չուներ, մոտ 50-ի մոտ 50-անց մարդ էր, բայց երևի 30 կամ ավելի տարիներ բանտերում էր անցկացրել, կալանավայրերում իր կյանքը, այսինքն լուրջ կրթություն էլ չուներ այդ մարդը, բայց այդ մարդը սկսեց Աստվածաշունչ կարդալ, ոչ միայն կարդալ, հետո մի հատ տետր էր պահել, ընդհանուր սենց լավ տետր, ու մեջը գրառումներ էր անում։ Ես երբ որ իրեն հարցրի, ասեցի, ես ինչ ես գրում։ Ասես Տեր հայր, այնքան ստեղ իմաստուն բաներ կա, ես ես գրում եմ բոլորը։ Երեխեքին պիտի ուղարկեմ, որ հասկանան ինչ կա կյանքում։ Նոր կտակարանը մի օր բացեցի, եկավ մի հատ նախադասություն հենց իմ բացելուց, որը որ հետագայում պատժախցի պատերում գրեցի։ Փնտրեցեք եւ պիտի գտնեք, խնդրեցեք եւ կտրվի ձեզ, բախեք եւ կբացվի դուռը ձեր առաջ։ Անչափահասների փորձառությունից այսպիսի վկայություն կարող եմ տալ։ Մենք ունեինք մի տղա, որ բավական ծանր հանցագործությամբ պատժով էր դատապարտված եւ բոլոր հնարավորություններն ուներ քրեական ենթամշակույթի մաս կազմելու։ Մեր օգնությամբ հաղթահարեց այդ գայթակղությունը, այդ փորձությունը եւ ոչ միայն հրաժարվեց, այլ նաեւ դրական ուղղվածությամբ գնաց, սովորեց արվեստի ինչ որ մի ճյուղ։ Բացի դրանից մայրաթորը օգնեց նաեւ, որ այդ անչափահաս տղան բարձրագույն կրթություն ստանա։ Մենք ունենք հիմնադրամ, որ միայն աննախատեսված է կրթական ծրագրերի համար։ Երկու ազատազրկվածի եւ ազատազրկվածների մի 4-5 երեխայի մայրաթորը օգնել է, որպեսզի ուրեմն բարձրագույն կրթություն ստանա։ Հիմա ինքը ամուսնացած է, զավակ ունի եւ բավական լավ գործ ունի, պիտանի հասարակությանը եւ հանդիպողները, եթե չիմանան, որ ինքը դատապարտված եղել ժամանակին, գոնե իր կեցվածքից, նկարագրից, իր կյանքից եւ կենցաղից մի նշույլ անգամ չկա, որ ինքը ժամանակին եղել է քրեակատարական հիմնարկում։ Կան մարդիկ, որոնք ցավ են ապրում, զղջում են, օրինակ Աստված հոգին լուսավորի արդեն ննջել է, կարող եմ ասել, անուն էլ չեմ տալու, օրինակ ցմադատապարտյալներից մեկը, որ սպանություն էր գործել, հիմնական սպանության համար են ցմադատապարտվում։ Մի անգամ ինձ ասեց, գիտես, Տեր հայր, ես ամեն գիշեր վերմակի տակ լաց եմ լինում, որ այդ մարդկանց կյանքերը խլել եմ։ Բանտերում հոգևոր սպասավորության եվրոպական փորձը համարվում է ամենակայացածներից մեկն աշխարհում։ Եվրոպայում բանտարկյալների կրոնական կարիքների բավարարումը դիտարկվում է որպես մարդու իրավունքների և Եվրոպական կոնվենցիայի անբաժանելի մաս։ Պետությունը պարտավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի պատիժը կրելիս մարդը զրկված չլինի իր հավատքն արտահայտելու իրավունքից։ Սա նշանակում է, որ հոգևորականի մուտքը բանտ օրենքի պահանջ է։
շատ էական չէ։ Ուրեմն մենք խոստովանության, աղոթքի ժամերգության մասնակից ենք, թե Սուրբ Պատարագի մասնակից ենք, թե պարզապես զրուցում ենք։ Մարդիկ են, որոնք ուրեմն փոխհարաբերության, ազնվության, անկեղծության, բացրտության կարիք ունեն, որպեսզի ուրեմն դրսի հանրությունը իրենց վերապահումներով չվերաբերվի։ Մարդիկ են, որոնք մարդկային ջերմություն են փնտրում, մարդիկ են, որոնք հասկացողություն են փնտրում, մարդիկ են, որոնք ներողամտություն են ակնկալում։ Միջին հաշվով մոտարապես 30-ից 40 մկրտություն ենք իրականացրել։ Իմ 15-ամյա հոգևոր ծառայության ընթացքում 4 պսակի արարողություն ենք արել։ Հիշում եմ դատապարտյալների հիվանդանոցում նույնիսկ դեռ մատուռը պատրաստ չէր եւ պսակը օրտնվեց տեսակցությունների սենյակում։ Քո շնորհներով ապրեն եւ Որդը տվեց Ադամն ասաց. այս զավակների Այս տասնամյակների ընթացքում քրեակատարողական գրեթե բոլոր հիմնարկներում Արմավիր, Արթիկն ու Բարաշեն, Կոշ կառուցվել են եկեղեցիներ կամ մատուռներ, տեղադրվել խաչքարեր։ Ամեն շաբաթ ֆիքսված օրերի հոգևորականները մուտք են գործում բանտախցեր, իրենց հետ տանելով ոչ միայն ավետարան, այլև մարդկային ջերմություն, ազատության հույս եւ աստվածային խաղաղություն։ Մարդիկ կան, որ դուրս են եկել արդեն հասարակության մեջ են եւ իրանց մեջ լուրջ վերափոխված մարդիկ կան, որից ճանապարհին են, օրինակ մարդիկ կան, որ այսօր բաց կալանք հասած, այսինքն իրենք կալանավայրում են, բայց ամեն ամիս արձակուրդ ունեն։ Եվ այդ մարդիկ կան հենց դուրս են գալիս, ամեն Կիրակի պատարագի են գալիս են հանդիպելու, իմ տուն են գալիս, հանդիպում ենք, խոսում ենք, զրուցում ենք, հա, մեկը կա ամենտեղ, որ ներկայացնում, ասում է, իմ հոգևոր հայրն է։ Մեզ ամենահաճախադեպ տրվող հարցերից մեկն է, թե Հայր Սուրբել երբ եք գալու։ Ես դեռ այնտեղ եմ, դեռ չեմ ավարտել, չեմ գնացել, հարց է հնչում։ Եվ սա այնքան հաճախադեպ է եղել։ Հոգևորականի նաև սովորելու դաշտը այն է, որ դու կարողանաս գտնել այն միջոցները, ձևերը, թե ինչպես հանցանքը հանցագործից բաժանես, որպեսզի մարդը մաքուր դուրս գա։ Ինչը մենք անում ենք հոգևոր կյանքում, երբ մեղքը պոկում ենք մեղավորից, որ մարդը ապաշխարած մաքուր դուրս գա այդ վիճակից։ Անում ենք նաև ինքներս այդ ինքնակննությամբ, մենք բոլորս էլ մեղավոր ենք եւ ապաշխարության կարիք ունենք։